Բարեձեզ, շատ լավ դուք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում և Հանրապետության ամբողջ տարածքում։ Հերթական նոր գրասենյակը Աջափնյակ վարչական շրջանում է, Նազարբեկյան 31 կոտորակ 12 հասցեում։ Բազմաթիվ համակիրներ այստեղ են հանդիպելու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Դրսում եք խոսալու թե ներսում։ Ուրիշ ջան, ինձ հարմար է, որ ձեր բոլորի հետ նայելով ձեր աչքերի մեջ խոսեմ։ Իմ ուզածը, որ ինձ հասկանաք, լսեք, եթե հարցեր ունեք, անանք ստացող, մտքեր, ինչ որ կա, որ դուք ինձ ասեք, իմ պատասխանը դուք ստանաք։ Ինչ որ պատկերացնում եմ, ինչ տեսնում եմ, ինչ կարանք անենք, նա եմ ես ասելու։ Մենք ձեզ վստահում ենք եւ ձեր կողքին ենք։ Եկել եմ պարզ ճակատով ուղիղ նայելու ձեր աչքերին, բաց ու անկաշկանդ քննարկելու յուրաքանչյուրիդ մտահոգող խնդիր, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Այսքան ժամանակ, ինչ որ ասել եմ, իմ ասածները ես պահել եմ։ Ինչից որ սկսել եմ, կառուցել եմ, զարգացել եմ, սարքել եմ, ես այս հողու ջրում ծնված մարդ եմ, կայացել եմ այս երկրում, արել եմ այս երկրում, կառուցել եմ դպրոցներ, մանկապարտեզներ, ուրացներ, եկեղեցիներ, սպորտ դպրոցներ եմ կառուցել, հիմա էլ Քրիստոսի արձան եմ կառուցում։ Դա կառուցում եմ մեր ազգի համար, որպես առաջին քրիստոնյաց, որ մենք աշխարհում ասելու բան ունենանք։ Ինչպես մնացած բոլոր համայնքներում, այստեղ եւս Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը ջերմ է սպասված։ Տարիների հայրենանվեր աշխատանքը վերածվել է հարգանքի ու փոխադարձ վստահության։ Պատահական չէ, որ աջափնյակցիներն էլ իրենց գնահատականներում շռայլ են։ Այս ջեր վերաբերմունքից մարդ ավելի պարտավորված ազգում, որ ավելի շատ անի, որ այդ վստահությունը պայու պահպանի։ Այո, սպասում ենք, շատ ենք սպասում։ Միայն առողջություն եւ երկար տարիների շնորհակալում ենք դեռ։ Շատ ձեզ հարգում։ Շատ շնորհակալ եմ, ես նորից եմ ասում, ես աշխատողի ընտանիքից եմ, զրոյից կայացել եմ, աշխատողի ղադրներ գիտեմ, ծառայողի, տարիքավորի, մարդը մեծ չարգի, մեծ չդա։ Դուք մեծ մարդ եք, մեծ։ Այո։ Այն որ դուք եք անում քրիստոնեությունն եք պահպանում մեր հայության մեջ, հավալա ձեզ։ Արդեն նորաբաց գրասենյակի ներսում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը մանրամասն խոսում է ժողովրդին մտահոգող առաջնահերթ խնդիրներից, ներկայացնում լուծումն ու վերջնարդյունքը։ Վարկային ծանր բեռն այսօր ամենացավոտ հարցերից է։ Վարկերի համար առանցին ծրագիր ունենք, որը ես 21 թվին եմ ասել։ Եղել է համաճարակ, կորոնավիրուս 2 տարի, եղել է պատերազմ, մարդիկ տուն նստած չեն աշխատել։ Հիմա դրա համար վարկեր ա կուտակվել, որ պետք է պետությունը իր ժողովուրդն մի հատ ներում շնորհի, որ ասի մինչև 3 միլիոն դրամ։ Հոգսերը թեթևացնելու փոխարեն պետությունը բնակչության վրա հարկային նոր պարտավորություններ է դրել։ Սոցիալական վիճակն առանց այն էլ ծանր է, իսկ խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելանում։ Այսօր միայն դրանց գույքը հարկ են բարձրացնում։ Եղբայր ջան, մարդկանց պետք է հնարավորություն տաս, որ շապիտի դեմքի ապրի։ 8 տարվա մեջ մի հատ բան ասեք, ինչ որ խոսք են տվել, արել եմ, ասեմ կներեք արել եմ։ Մենակ խոստումներ, մարդիկ արդեն հոգնել են։ Աստված ձեզ երկար կյանք տա, միշտ առողջ Շնորհակալ եմ, բոլոր հայազգի գլխին լինեք։ Մարդկանց հավատն ու վստահությունը ամենաթանկն են պարտավորեցնողը, ասում է Գագիկ Ծառուկյանը, շեշտում հնարավորության դեպքում անելու է ավելին, քան խոստանում է, իսկ արդյունքը գերազանցելու է բոլոր ակնկալիքները։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։